ըստ էության ձեր իրավունքների շահերի խախտումները արտահայտում ինչով է դատական ակտի արդյունքում կամ կայացված դատավարական ակտի արդյունքում խախտվել ձեր իրավունքը, ինչ խախտում է թույլ տրվել եւ ձեր ինչ իրավունքի խախտման է հանգեցրել։ Ես ինչի սա մասնավորեցի, որովհետեւ միջդատական վարույթի նկատմամբ պետական դատական վերահսկողությանը տվյալ տեսակը վերաբերվում է անձանց իրավունքների պաշտպանության դատարանի գործառույթի ուզում եմ հասկանալ ունենից ես։ Դատարանը համապատասխան սուբյեկտների վերադարձ մարմին չէ։ Դատարանը վերահսկողություն իրականացնում իրավունքի պաշտպանության դիրքում։ Եվ դրա համար ստիպված եմ նախորդ անգամ հիշեցրեցի, այս անգամ էլ նաև ձեր դիրքորոշումը հասկանամ, ձեր ինչ կանոն է խախտում վարույթի իրականացնում մարմնի կողմից եւ ինչ իրավունքի խախտման է հանգեցրել կոնկրետ ձեր տեսանկյունից։ Իմ տեսանկյունից չէ։ Արգելի դատարան, նախ ասեմ ձեզ, ես նորից, այսինքն մասնավոր անձի շահերը ավելի կարևորագույն են, քան թե պետության ազգի շահերը։ Հա? Այսինքն ստեղ պետության շահերը պաշտպանող համակարգերի ներկայացուցիչները նստած են ու լուռ ու մունջ քմծիծատ են տալիս այդ բարձրացված հարցերի վերաբերյալ, հա? Նայեք, կողքի նայեք, իրար հասկանաք։ Եվ Հարգելի դատարան, ուրեմն եթե ես նորից անդրադարձ եմ կատարում գլխավոր խնդրու առարկային, որ իրավասության մասին է խոսքը, եթե համակարգը որպես այդպիսին գոյություն չունի եւ իրավասություն լիազորություն իրավասուբյեկտություն չունի, որևիցե գործառույթ իրականացնելու, այդ դեպքում օրենքներ եւ այլն բխում են ոչ իրավական կարգավիճակից, այլ պարզապես կարող են ներկայացվել որպես ներկայացուցչական կամ միջնորդության կարգով, բայց ոչ մի դեպքում պարտադրանքի տեսքով։ Եվ նորից եմ անդրադարձ կատարում, ինչի անպայման պետք է ես նշեմ հանցագործությունը, որ պատասխանող կողմերը դրան անդրադարձ կատարեն։ Ես պարտավոր չեմ։ Դե այդ դեպքում ուրեմն փակենք, զբաղվեմ ես այդ բոլոր համակարգերի գործառույթները իրականացնելով, ԱԱՖ-ին էլ դատախազությանն էլ։ Ինչ վերաբերում է արդարադատության համակարգի ձեր ներկայացությանը, ապա հարգելի դատարան, ես ձեզ վերաբերում եմ անկեղծ եմ ասում, բոլոր վերաբերելիությամբ, այսինքն հարգանքի վերաբերելիության եւ նշված հանգամանքները ցանկանում եմ, որ համատեղ սա պետության ազգի խնդիրն է։ Եվ ստեղ իմ անձը չեմ մասնավորեցնում։ Ես կարևորագույնս տեղ եմ դնում ազգի պետության շահերը, որովհետև 32 տարի ազգի պետության շահերը ոչ միայն ոտնահարվել են, որի անդամն էլ ես եմ, այսինքն ոտնահարելով իմ շահերը, ոտնահարվում են նաև ազգի պետության, ոտնահարելով ազգի պետության շահերը, ոտնահարվում են իմ մասնավոր շահերը, նաև ձեր, նաև համակարգի ներկայացուցիչների, ուստի ես կարևորում եմ պետության ազգի խնդիրները, շահերը, իմ շահերից։ Եվ այսօր ես նորից եմ անդրադարձ կատարում միջազգային իրավունքի սուբյեկտ կատեգորիային, կարգավիճակին, որ փաստեր ներկայացնեն նրա իրավասուբյեկտության մասին, որ արդյոք հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն, որի ստատուսը, կարգավիճակը ՄԱԿ-ն է տվել Հայաստանին, արդյոք ես անդրադարձ կատարեմ նաև փաստերով բոլոր, փաստաթղթերով, ընդունած օրենքներով, որոշումներով, որ ԱԱԾ-ն կամ դատախազությունը, որ դրան չեն անդրադարձել, որ ասում են որևիցե փոփոխություն չի կատարվել, ես կներկայացնեմ փաստեր, հենց իրենց կողմից քաջ տեղյակ լինելով, որ նրանք պարտակում թաքցնում են, քողարկում են հանցագործությունները։ Խնդրում եմ, այդ հարցի պատասխանը կողմերը թող տան։ Այո։ Ես փաստեր ունեմ։ Օրենքը ընդունած հարգելի դատարան։
Հայաստանի Ադրբեջանի սահմանները ճանաչել է 2010 թվականի հունիսի 24-ի օրենքով։ Օրենքով։ Այսինքն, մինչև 2010 թվականը այլ սահմաններ են ունեցել։ Օրենքով։ Տեղյակ չի կողմերը։ Հետո 1995 թվականի նոյեմբերի 7-ի միջազգայինորեն ճանաչված սահմանները, որը ես եւս ընթերցել եմ, որից հետո եւս փոփոխություններ են կատարվել եւս 1996 թվականին, որևիցե հիմնավորում, որևիցե փաստարկ, ոչ թե փաստարկ սահմանների, ինչպես նաեւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ մերժել է, ինչ հիմքերով, փաստերը ուր են։ Հարգելի դատարան, մենք հո ներողություն ենք, մենք հոստեղ կանաչի ծախող են, կարտոֆ ծախող են, թե ինչ են, որ խոսում են ինչ-որ կանաչ եղերի մասին, Բադրջանի մասին, բայց ոչ պետության ազգի մասին, եւ ստեղ քողարկման, թաքցման, պարտակման գործընթաց է գնում։ Այսինքն, ոչ թե կողմերը հանդիսանում են պաշտպան պետության շահերի, այլ նրանք հանցագործներ են փաստացի, որոնք փաստացի կատարում են ազգի պետության դեմ հանցագործություն։ Եվ նորից եմ անդրադարձ կատարում, եթե դուք այսօր չեք պարզում, թե արդյոք Հայաստանը 1991 թվականից անկախացել է, եթե անկախացել է փաստերը, եթե դուրս չեկի ԽՍՀՄ համակարգից, ապա այստեղ հարց է առաջանում։ Դուք ո՞նց եք ներկայանում որպես անկախ պետություն։ Ուր են ակտերը, բրոնզդաշնի ակտերը, ընդունման հանձնման ակտերը ուր են։ Հարգելի դատարան, ես պիտի դատարանը պարտավոր է պահանջել եւ պատասխանող կողմերը պարտավոր են ներկայացնել հիմքերը, եթե չկան, ապա նրանք պարտավոր են այլևս որևիցե գործողություն մերժելու վերաբերյալ չարտահայտեն, այլ կոնկրետ գործ ուղարկեն նախաքննության։ Մի դրվագով, երկու դրվագով, տեսեք ասեցի, մենք վերաքննիչ դատարանին ներկայացված հիմքերը որևիցե կերպ քննության առարկա չի ներկայացվել կողմերին պատասխանում դատախազության ԱԱԾ-ին եւ ուստի նրանք դրան քննարկման առարկա չեն դարձրել։ Բայց ես պիտի ներկայացնեի, որ նրանք անդրադառնային։ Ինչի նրանք չգիտեն, որ 91 թվականից որոնց այդ պրեմդաշնի ակտեր չկան։ Եթե չկան, ուրեմն ԽՍՀՄ-ից դուրս չես եկել։ Ուրեմն գործում են ԽՍՀՄ օրենքները։ Այդ դեպքում ձեր օրենքներն էլ առողջ են։ Այսինքն այսօրվա իշխանություն կոչվածը փաստացի համարվում է ոչ օրինական, հանցագործ, եւ մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել այդ բոլորը բացահայտելու եւ հանցագործներին պատասխանատվության պատժի ենթարկելու, այլ ոչ թե քողարկելու, պարտակելու, թաքցնելու։ Եվ ես որպես պատասխանող ներգրավում եմ միջնորդությամբ, որ դուք ներգրավեք դատաքննությանը Սերժ Սարգսյանին, Ռոբիկ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին եւ նրա համակարգի ներկայացուցիչներին, սա օրինական պահանջ է։ Սրանում պետք է շահագրգռված լինի նաեւ դատախազությունը, ԱԱԾ-ն եւ մնացած նաեւ արդարադատության համակարգը։ Ինչ ես պիտի նշեմ, կատարված է հանցագործություն, որ դա քննության առարկա դառնա։ Իսկ հիմա եւս նշեմ հանգամանքները, որ ասում են ի պատասխան ձեր SS գրությամբ հայտնում են, որ պետական սահմանի սահմանագծի փոփոխություն Թուրքիայի Հանրապետության 11000 հեկտար տարածքներ նվիրաբերելու վերաբերյալ տեղեկություններ իրականությանը չեն համապատասխանում։ Ինչ հիմքերով։ Ուրա մենք ունենք հիմքեր, որ տեսնենք համապատասխանում է, թե չի համապատասխանում, քարտեզներն ուր են։ Վերևից տիեզերքից նկարահանած փաստեր ուր են, որ փոփոխության ենթարկվել է, թե չէ։ Դուք ձեր ձեռքին հիմք ունեք, որ ասեք փոփոխությանը ենթարկվել է, ներկայացրել է դատախազությունը կամ ԱԱԾ-ն այդ նշված փաստերը, որի շրջանակներում մենք հիմք ունենալով մերժենք կամ ասենք այո։ Դուք ճիշտ եք։ Եվ այդ մնացած հանգամանքները արդյոք որևիցե մեկը քննության առարկա դարձել է եւ արդյոք պատասխանող կողմերը որևիցե գործառույթ իրենց իսկ գրած օրենքներով, իրենց իսկ համակարգերի կողմից գրած օրենքներով իրարում են։ Միթե հասարակ քաղաքացին, եթե օրենք է խախտում, պատասխանատու է իրենց գրած օրենքների, իրենց գրած պարտադրված օրենքների,
բայց նրանք որևիցե պարտադրանքի հիմք չունեն։ Հետո նույն Նիկոլ ընդունում եք այսօրվա իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը ինքը ասում է, Նիկոլ Փաշօղլին հաստատում է, որ Ցարի Նաստայաշի եւ նրա ապօրինի Ցարի Նաստայաշի կողմից ստացել է հաստատումը իր վարչապետության։ Եթե Նիկոլը ընտրված է մեր ժողովրդի կողմից, քաղաքացիների կողմից, ազգի կողմից, այդ դեպքում նա ինչի մտավ նորից ազգային ժողով, այն ժողովը, որ ինքը ասում էր հանցագործ ռեժիմա, եւ նրա կողմից ստացավ վարչապետի նշանակում։ Եվ արդյոք եթե Ցար Նինաստայաշի ըստ նրա ներկայացրած, եթե ընդունում եք նրա կարգավիճակը որպես վարչապետի, ապա մնացած համակարգերին тоже Նինաստայաշի է։ Փաստացի եմ ասում։ Ով է ստուգել։ Ով է հիմք ներկայացրել, որ գիտեք ինչ կա Ցար Նաստայաշի է, թե Նինաստայաշի է, որը 6 տարվա քաղաքացիություն չի ունեցել եւ որևիցե տեղեկանք, որը կոծկվել է նաեւ ոստիկանության դատախազության կողմից, քանի որ դատախազությունն է հսկողություն իրականացնում բոլոր համակարգերի գործողությունների գործունեության նկատմամբ։ Դատախազությունը այդ տեղեկանքը, եթե ինքը հանցակից չի, մասնակից չի, նույն ԱԱԾ-ն նշված տեղեկանքը, ինչի՞ չի ստուգել, որովհետեւ որևիցե տեղեկանք չի ներկայացվել ըստ ներկայացրած վարչապետի։ Նորից եմ ասում, կարևորագույնս խնդիրը այսօր իրավունքն է։ Եթե այդ իրավունքը չկա, ոնց կարող ենք մենք այդ անտեսելով, փաստացի մենք ոտնահարում ենք ոչ միայն իմ իրավունքները, այլ նաև ձեր, արգելի դատարան, նաև դատական համակարգի, որովհետև դատական համակարգը պարտավորված է արդարադատություն իրականացնել, որից հրաժարվելն անթույլատրելի է հանցագործություն է։ Ինչ վերաբերում է պատասխանող կողմին, ապա պատասխանող կողմը պարտավոր է ոչ թե իմ ցուցումներով, այլ իր գործառույթներով, իր համակարգի աշխատակիցներով, որոնք մեր քաղաքացիների հարկերի հաշվին նրանց գոյատևումն են ապահովում, ինչպես նաև այլ գործողություններ, որին այսօր չեմ ուզում անդրադառնալ, ապա կոնկրետ հարց եմ բարձրացնում։ Արեք իրավասուբյեկտությունը բարձրացնենք եւ մնացած փաստերը պահանջենք, որ ներկայացնի դատարանը, որ խնդրեմ փաստեր, քարտեզները, որը որևիցե փոփոխության նախկին եւ այսօրվա, հետո 1995 թվականի քարտեզներով, որը միջազգայինորեն ճանաչված է ըստ իրենց։ Ճանաչված է նոյեմբերի 7-ով։ Դրանից հետո քարտեզները թող ներկայացնեն, որ փոփոխության ենթակա է թե ոչ։ Ես ներկայացնում եմ փաստաթուղթ, որոշում, օրենք ընդունված 2010 թվականին, որով փոփոխության ենթարկվել է։ Ընթերցեմ։ Եթե նախորդ անգամ ընթերցածն չէ։ Ընթերցեմ նորից։ Վկայակոչելով Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանը զերծ է մնում Արցախը ճանաչելուց։ Սա եղել է բոլոր 3 նախագահների Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նաև Նիկոլ Փաշինյան, եւ նրանց կառավարությունների անփոփոխ դիրքորոշումը։ Սրա հետ մեկտեղ պարզվում է, որ 2010 թվականի ՀՀԿ-ական իշխանությունները Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանում իշխող ՀՀԿ-ն օրենքով ճանաչել են Ադրբեջանի սահմանները։ Այսինքն մինչև այդ Արցախը իր տարածքներով ճանաչվել է մեր սրբությունների, մեր ոսկեսերուցքի արյան գնով, ճանաչվել է որպես տարածք, որպես կամ անկախացած, կամ որպես կայացած պետություն, կամ որպես Հայաստանի վարչատարածքային միավոր։ Անցնենք առաջ։ Դա Հայաստանի Հանրապետության օրենքն է, օրենքը ոչ թե ենթադրությունները, ոչ թե մտածելությունը կամ մտածողությունը, որը մենք ներկայացնում ենք, պահանջում ենք, ոչ, օրենքն է։ Վարչատարածքային բաժանման մասին Հ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, որը նկարագրվում է նաեւ Սյունիքի եւ Վայոց-Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի Ադրբեջանի հետ ունեցած սահմանները։ Այսպես, Արցախին Քաշաթաղի շրջանում, ասեք նախկինում Քաշաթաղի շրջան էր, ոչ թե Ադրբեջան, որտեղ բնակեցման, վերաբնակեցման ծրագրին ես էլ եմ մասնակցել, կառավարության 68G որոշման համաձայն Հայաստանի պետբյուջեից հատկացվել են միլիարդավոր դոլարներ, փաստացի Հայաստանը հանդիսացել է Ադրբեջանի դոնորը, որը ֆինանսավորել է Ադրբեջանի վերաբնակեցման ծրագրին։
Եվ Արջին բանկի կողմից, որը հանդիսանում է Ռոբիկ Քոչարյանի բանկը, նրա միջոցով Հայաստանի պետբյուջեն ֆինանսավորել է Ադրբեջանին, որովհետև այսօր փաստացի մենք ականատես ենք լինում փաստացի պետական դավաճանությանը, որը ազգային անվտանգությունը կամ դատախազությունը չի ուզում անդրադառնալ, կարդամ օրենքը։ Այսպես Արցախին Քաշաթաղի շրջանին սահմանակից Գորիսի տարածաշրջանը Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում։ Համայնքը հյուսիսից AB հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից եւ հյուսիսից BG հատվածով Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիսից արևելքից GD հատվածով Տեղ գյուղական համայնքին, արևելքից DE հատվածով պետական սահմանին Ադրբեջանի Հանրապետություն։ Այսինքն մինչև այդ Ադրբեջանի Հանրապետություն չի եղել, այսինքն ակնհայտ փաստ է, որ փաստացի տարածքները վաճառված են։ Առաջ անցնենք։ ԵԶ հատվածով ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքի ԶԵ հատվածով պետական սահմանին Ադրբեջանի Հանրապետություն, հարավից եւ հարավ-արևմուտքից ԷԸ հատվածով Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից ԸԹ հատվածով Գորիս քաղաքային համայնքին, ԹՀ հատվածով Վերիշեն գյուղական համայնքին։ Այսպես ոչ մի բառով անգամ չի ասվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Ավելին պարզվում է, որ Խնձորեսկը պետական սահման ունի Ադրբեջանի հետ։ Բայց մինչև 2010 թվականը չի ունեցել։ Օրենքն եմ կարդում Սերժ Սարգսյանի կողմից ընդունած եւ իշխանություն կոչվածի կողմից ընդունած։ Հետո այսօր դեմիլիտացիա դեմարկացիայի անվան տակ ինչ է իրականացում։ Ես հեսա կարդամ մյուս փաստերը, ներողություն։ Այո, դիմով ես հիմա մտածում եմ, չեմ հարցը, այդ տեսեք, վարույթը որ իրականացվել է, վերաբերվում է ոստիկանության օֆերտի կատարած զանգի, որը վերաբերվում է Թուրքիայի 1.5 կիլոմետր առաջ գալու 11,000 հեկտար տարածք Թուրքիային նվիրաբերելու համապատասխան հանգամանքների։ Ես լսում եմ ձեր ասածը, ուզում եմ վերջում հասկանամ կապը հաղորդման եւ ձեր ասած փաստերի հետ, ըստ էության ինքնության ծավալի հետ։ Քննեմ շարունակող մտքում նաև դրան։ Ես սա միտք չի, սա փաստեր են, սրանք տարբեր բաներ են։ Միտքն ու փաստը դրանք տարբերվում են իրարից։ Նրանք տարբեր կարգավիճակ ունեցող, ստատուս ունեցող հարցադրումներ են։ Ես տեսեք կարևորագույնս խնդրու առարկային անդրադարձ կատարեցի, անգամ դուք դրան խուսափում եք բարձրաձայնել, որովհետև բոլոր հանգամանքները այստեղ քննվող կապված են մեր իրավասուբյեկտությունից, այսինքն ոչ թե իմ։ Ես իրավասուբյեկտության հարցը բարձրացրել եմ Արմենիայի, որովհետև ոչ թե Հայաստանի, որովհետև վերափոխելով անվանումը պահանջատիրությունն էլ է վերանում։ Ես նորից եմ անդրադարձ կատարում։ Իրավասուբյեկտության վերաբերյալ ինչ եք շեղում, հարգելի դատարան։ Չէ՞ որ իրավասուբյեկտությունից է կապված մեր այսօրվա այս քննության խնդրու առարկան։ Եթե Հայաստանը չի անկախացել 1991 թվականին, որի փաստերը որևէ համակարգ պատասխանող կողմերը ԱԱԾ դատախազություն չեն ներկայացրել, ուրեմն ես ճիշտ եմ։ Բացի դա, խոսում եք Թուրքիայի մասին։ Ներկայացրել են փաստացի տվյալներ, փաստագրական տվյալներ, որ նախկինում X էր, հիմա Y է կամ նախկինում X էր, հիմա էլի X է։ X քանակության բան, կա տենց բան։ Կողմերը ներկայացրել են հարգելի դատարան, խնդրում եմ դրա պատասխանը հնչեցնել։ Որից անցնեմ մնացած հարցադրումներին։ Իհարկե, բայց ես ուզում եմ, ես պարտավոր եմ կողմերը, պատասխանող կողմերը ներկայացնեն դատարանին, փաստերը։ Ես չգիտեմ, ամբողջությամբ չի տրամադրվել։ Այնտեղ նշված է 261 էջ, բայց այնտեղ ինձ տալիս են, ես 30 հատ թե ինչ։ Հիմա 261-ից մնացածը ուր են։ Հա? Նախապատրաստված նյութերը եւ վարույթի առաջարկել նյութերը դատարանի տրամադրության տակ։
Ես նորից եմ ասում, ինչ քանակությամբ։ Բայց հարցը դատարանին չի կա։ Հարգելի դատարան, ես նորից, տեսեք, գլխավոր դատախազության փաստաթուղթ 2010 թվականի 11 նոյեմբեր 2010 թվականին 14-ը գիծ 85/1/10 Հ գլխավոր դատախազին հասցեագրված 27-10-10 Սակայն ձեր կողմից 27-10-10 թվագրված դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ ձեր դիմումներին 11-05-11-10 տվել են պարզաբանումներ։ Ձեր պահանջը բոլոր միջազգային Հ պատկան մարմինների կողմից ձեր ղեկավարած քաշաթաղ կազմակերպության անունից ներկայացված փաստերը, ոչ թե ենթադրությունները, փաստերը Ղարաբաղի ազատագրված տարածքները Կարսի Մոսկվայի պայմանագրերով ամրագրված հայկական տարածքների վաճառքը թուրքերին եւ ցեղասպանությունները Բաքու Սունգայիթ 1915 թվական գեոֆիզիկական զենքի փորձարկում 1988 թվական Սպիտակ քաղաքի պայթուն եւ այլ բնույթի փաստերի վերաբերյալ հետևությունները, որոնք դուք կատարել եք եւ ձեր կողմից ներկայացված դիմում կրկին անգամ պարզաբանում են, որ դրանք չեն կարող քննության առարկա դառնալ, քանի որ այն դուրս է դատախազի լիազորությունների շրջանակներից։ Մի րոպե։ Տարածքների վաճառքը դա դատախազության ԱԱԾ-ի լիազորությունների մեջ չի մտնում։ Հարց եմ տալիս։ Փաստաթուղթ է։ Մեկ այլ փաստաթուղթ նույն հարցադրմանը վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն։ Հարգելի պարոն Սիմոնյան, Հ ազգային ժողովի նախագահին, գլխավոր դատախազին, Հ ԱԱԾ տնօրենին հասցեագրված ձերս նույնն է։ 21-10-10 բողոքում բարձրացված հարցերի լուծումը Հ ազգային անվտանգության ծառայության իրավասության մեջ չի մտնում։ Բաղում իրավասության մեջ է մտնում։ Հարց եմ Վարույթին է վերաբերում, մեր պետության շահերին է վերաբերում։ Մենք այսօր քննում ենք ազգի պետության։ Հարգելի դատարան, դուք այսօր որևիցե պահանջ չներկայացրեցիք պատասխանող կողմին, որ նրանք ներկայացնեն քարտեզ, հերքելու կամ հաստատելու, որ Թուրքիայի սահմանները չեն վաճառվել։ Հետո այս այդ հարցերը, ես նորից եմ ասում, 2010 թվականի փաստաթղթեր են։ Փաստաթղթեր։ Հարց եմ տալիս, այսօր ասում եք Թուրքիայի, ինչի պիտի ամեն մի սանտիմետրի համար, մետրի համար, կիլոմետրի համար խոսեն, ներկայացնեն, որ սրանով սկսեն զբաղվել, բայց դեպքում այդ համակարգերը ինչի համար են։ Հա։ Հարց եմ տալիս։ Մի րոպե, մի ուրիշ։ Մի րոպե, հա, մի րոպե։ Մի րոպե, հա։ Մի րոպե։ Պետության ծավալը եւ հաստատել է ընդդիմություն ներկայացնել այլ ծավալի շրջանակը։ Մի րոպե։ Որոնք կանցանալ Այս բոլորը ներկայացված է դատարանին։ ԵՀԿ գրասենյակի դեսպան։ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության Երևան գրասենյակի ղեկավար դեսպան Ռիմ։ Ի պատասխան ձեր գրության ուղարկում է արտաքին գործերի նախարարության պատասխանը հարցի վերաբերյալ 1708-2000 թվական։ Արտաքին գործերի նախարար պարոն Ոսկանյանին։ Համաձայն պայմանավորվածության ձեզ ուղարկում ԵՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Ռոյրիվի նամակը Լ Հակոբյան, Լ Հակոբյանի։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն 25/06 774 25 հուլիս 2000 թվական։ Հ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանի։ Հարգելի պարոն նախարար, ի պատասխան ձեր ԵՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Ռիվի հարցման մասին 26 հունիս 2000 թվականի նամակի պատասխանում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը կատարված է ըստ միջազգայինորեն ճանաչված սահմանների։ Ինչպես լավատեղյակ եք, վարչատարածքային բաժանման մանրամասները հստակորեն տրված են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունված 1995 թվականի նոյեմբերի 7-ին եւ սույն օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի մեջ ընդունված 1996 թվականին։ Հիմա դեպարտամենտի ներկայացուցիչը ասում էր, որ որևիցե փոփոխություն չի կատարվել սահմանների։
Ես փաստերն եմ ներկայացնում, ոչ թե ենթադրություններն եմ անում։ Բայց նորից եմ ասում, որևիցե պատասխանող կողմը եւս չանդրադարձավ, եւ դուք չեք պնդում, որ նրանք անդրադառնան։ Եվ թե նրանք իրավասուբյեկտություն ունեն, պրավասուբյեկտность, լիազորություն, իրավասություն։ Ինչի չեն ներկայացնում փաստեր, որ ՄԱԿ-ը հանդիսանում է իրավասուբյեկտ։ Հայաստանը հանդիսանում է անկախ պետություն։ Եթե անկախ պետություն է, ապա ինչն է մերը պետությանը։ Ջուրը, տրանսպորտ կապ, էներգոհամակարգ գործարաններ, ընդերքը, ոսկու հանքերը, որոնք տարեկան ամեն մի հանքը տոննաներով ոսկի են արտահանում եւ չգիտենք ում գրպաններն ա դա մտնում։ Մենք անկախ պետություն ենք։ Փաստը պահանջեք, թող ներկայացնեն փաստեր։ Մենք իրավասուբյեկտ ենք, միջազգային իրավունքի սուբյեկտ ենք, փաստերը թող ներկայացնեն եւ մենք անցնենք հաջորդ հարցերին։ Մենք իրավունք չունենք կոչկելու, սա փաստացի հանցագործություն է, որ փաստացի պետության ազգի դեմ 32 տարվա ընթացքում կատարված հանցագործությունները կոչկվում են, պարտակվում են, թաքցվում են։ Եվ բոլոր մասնակիցները փաստացի հանցակից մասնակից են դառնում։ Եվ դարձել են, եւ կան։ Եվ շարունակաբար է ընթանում։ Օրենքից ենք խոսում։ Բայց դե 175 հոդվածը մենք նախկին քրեադատավարականի մասին ենք խոսում, հա։ Հիմա որովհետև այն ժամանակվա առիթների հիմքերի արկայության դեպքում հետաքննության մարմին քննիչ դատախազ պարտավոր են, ոչ թե կարող են կամ չեն կարող, կուզիմ կամ չուզիմ, հա։ Դες բան կա օրենքի մեջ։ Նորից եմ ասում։ Մյուս հանգամանքները ասում ա, որ առիթները ո՞րն են։ Առիթներն են ֆիզիկական իրավաբանական անձանց կողմից տրված հաղորդումները, որին անմիջապես պետք է անդրադարձ, առիթը ո՞րն է։ Նա էլ է բացատրում, քրեական իրավունքով է բացատրում։ Առիթներն են իրավաբանական, ֆիզիկական անձանց կողմից ներկայացված հաղորդումները հանցագործության մասին։ Մյուսը լրատվականի միջոցով, մյուս օրենքով, մյուսը հեռախոսային, մյուսը էլեկտրոնային եւ այլն։ Հիմա հարց եմ տալիս, ո՞րն է ներկայացված, հարգելի պարոն դատարան, ասենց ասենք, հա, ո՞րն է ներկայացված, ուր են քարտեզները։ Ես ներկայացրեցի փաստեր, որ 95 թվականից փաստացի միջազգայինորեն ճանաչված։ Ընդունենք ՄԱԿ-ը միջազգայինորեն միջազգային կոչված համակարգ է, ընդունենք, հա, временно, ժամանակավոր։ Եվ նրա պրավասուբյեկտնս տալու հանգամանքները իրավական կարգավիճակ ունեն, ենթադրենք։ Հիմա միջազգայինորեն ճանաչված սահմանները ամրագրված են 1995 թվականի նոյեմբերի 7-ից։ Ինչ դեմիլիտացիա, դեմարկացիա, մեկ էլ մյուս, որևիցե հիմք ներկայացրել են կողմերը։ Պահանջեք, հարգելի դատերը։ Դուք պետք է ասեք, որ պետք է ներկայացնեք։ Ասում եմ, ես պիտի ասեմ, հարգելի դատարան, ստեղ իմ։ Լսեք։ Հա։ Ես եւս մեկ անգամ ասում եմ։ Ահա։ Ինչ եմ պետք է սանկցիա կիրառել։ Եվս մեկ անգամ ասում եմ, դուք զանգահարել եք ոստիկանություն։ Ու ասում եք, որ Հայաստանի համապատասխան հայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում Թուրքիան մոտ 1.5 կիլոմետր առաջ է եկել եւ իրացել մեր սահմանին։ Բացի այդ 2015 թվականին արված տիեզերական լուսանկարներով ամրագրված է, որ 11000 հեկտար տարածք նվիրաբերվել Թուրքիային, ինչ ինքնին համարվում է պետական դավաճանություն։ Հանգամանքները այդպես մասով նյութեր են նախապատրաստվել, կայացվել է որոշում։ Սա այն քննության ծավալն է, քննության հիմքն է, որը որ ձեր կողմից պատմված օրենքից հնարավորություն տալիս քննել։ Եվ դրա համար եմ ես հարցադրումները բարձրացնում, որովհետեւ դուք կարողանաք քննության ծավալում, քննության շրջանակներում դա քննության շրջանակներում ներողություն։ Ձեր հաջող բարձրացված իրավական դիրքորոշումը կամ հարցը կամ կարծիքը, փաստը, փաստերը, ասեն որ դուք գնահատեք հիմա։ Չէ, ես չեմ գնահատում, պիտի դուք ես գնահատել եմ։ Որ դուք չպետք է բարձրացնեք հարցը, այլ վարույթի համապատասխան մարմիններ անկախ նրանից դուք եք հարցը բարձրացրել եք թե չէ, պետք է դրան անդրադառնալ։ Հիմա դա փաստ էր
նախնական դեպքի կարծիք է, որոշեք։ Հիմա այս դեպքում հասկանալի է ձեր դիրքորոշումը։ Ես չեմ սարքել, որ հասկանալի է ձեր դիրքորոշումը։ Համակարգերի կողմից տրված փաստաթղթերը ձեզ համար փաստ են, թե ենթադրություններ։ Հարց եք տալիս։ Իհարկե հարց եմ տալիս։ Ուզում եմ հասկանամ, դուք ինչն եք գնահատում որպես փաստ եւ ինչն եք գնահատում որպես ենթադրություն։ Ցանկություն։ Ես դες բարձրաբանում եմ անգամ չեք կարող դատարանից հարցադրումներ բարձրաբանումներ։ Դուք կարող եք ասել բողոքի հիմքերը, եթե բողոքի հիմքերը հիմնավորող համակարգ լիներ եւ դա քննության առարկա անող լիներ, եւ նշված համակարգերը եթե օրինական լինեին եւ մենք եթե օրենք ունենայինք, որով ամրագրվում է պետական դավաճանության, ցեղասպանության եւ 398 հոդվածները, որոնք ամրագրված են քրեական օրենսգրքով, ապա բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեին, այդ թվում նաեւ դատական համակարգը։ Լսեցիք ձեր ասածը, ասածը չէ, փաստերը, դրանք տարբեր են, արգելի դա դրա։ Ես չեմ շտաբի գնահատել, որովհետեւ ես դա պետք է գնահատեմ փոխտակցական։ Իսկ դուք տեսել եք պատասխանող կողմի որևիցե պատասխանը, փաստը, որի հիման վրա դուք եզրակացություն անելու հնարավորություն պիտի ունենալ։ Լսեք, արգելի, ձեր բարձրացված հարցերը, որոնց որ ես Փաստերը, հարց չեք կարող։ Բարձրացված հարցերը։ փաստերը։ Ես փաստերով եմ խոսում դες հետ։ Լսեք մինչև վերջ։ Ես լսում եմ։ Ձեր բարձրացված հարցերը, որոնք որ դուք ներկայացնում եք դատարանին, եթե վերաբերում են ձեր բողոքի հիմքերին եւ հիմնավորումներին, ես դրանց պատասխան, ոչ թե ձեր բարձրացած հարցով պետք է տամ։ Ասում եմ դատարանը չի պատասխանում։ Չեք լսում շարունակել ու կերկրում եք ու միտք եք։ Այդ դատարանը հարցի պատասխանում։ Դատական ակտով այդ եւ մյուս հարցերի պատասխանները, որոնք բարձրացված են վերակնուշ կողմ։ Դատարանը հարց ու պատասխանի դիպուկ չէ, որ դուք հիմա հարց բարձրացնեք, ես պատասխանեմ, հարց բարձրացնեք, ես պատասխանեմ։ Դուք գալի հարցերը բարձրացնում եք, ես լսում եմ դիրքորոշումները, իսկ այդ բարձրացած հարցերի վերաբերյալ պատասխանները դատական ակտով օգտակցական սիակում են կայացում։ Ոչ թե հարց ու պատասխան։ Մենք խոսում ենք օրենքից, ճիշտ է։ Մենք պրոցես ենք իրականացնում օրենքից։ Մենք խոսում ենք օրենքից, որը պարտադիր է կիրառելիության համար, բոլոր համակարգերի համար, նաև քաղաքացի կոչվածների համար, ճիշտ է։ Այսինքն օրենքի առջև բոլորը հավասարազոր պատասխանատու են, ճիշտ է։ Այդ թվում նաև դատարանը։ Հիմա ես նորից եմ ասում։ Արտգործ նախարարի, ԵՀԿ գրասենյակի ղեկավարի, տարածքային նախարարի եւ պատասխանները դադախազության, ԱԱՑ-ի, հատուկ քննչական ծառայության, սա էլ կարդամ։ Մի րոպե։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Ագ Միրզոյանն է 10:05 նույն հանգամանքների վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Բաղդասարյանին Քաշաթաղ կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանին ձեր քննարկմանի ուղարկում հատուկ քննչական ծառայության հասցեագրված Քաշաթաղ նախագահի դիմում բողոքը, որում արտացում են պետական անվտանգության, տերիտորիալ ամբողջականության, միջպետական հարաբերությունների վերաբերյալ հարցեր արդի 10 թերթ, որի պատասխանները ես ձեզ նաև ներկայացրեցի դատախազության, ԱԱՑ-ի, որ դա մեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ուզում եմ հասկանամ, ինչ է մտնում այդ համակարգերի լիազորությունների մեջ։ Եթե նրանք համակարգ լինեին, տեսեք, ես ինչի եմ ասում դա, որովհետեւ այսինքն խոսքից կախվելու խնդրու առարկա չեմ դարձնում ես, այլ կոնկրետ բարձրացնում եմ այն փաստացի իրենց իսկ կողմից տրված փաստերը, որով հիմնավորում են իմ ասածները, որ կատարված է պետական դավաճանություն, սակայն դա մեր լիազորությունների մեջ չի մտնում։ Այդ դեպքում հարց է առաջանում, ի՞նչն է մտնում, եթե նրանք համակարգեր են Այդ դեպքում բա ի՞նչն է մտնում նրանց համակարգ կոչվածի իրավասությունների լիազորությունների մեջ։ Այդ դրա համար էլ ես հանգամանալից խնդրու առարկան եմ բարձրացնում։ Պրավասուբյեկտնստի մասին, իրավասուբյեկտության մասին, լիազորության իրավասության մասին։ Պետություն, հա։ Թե կներեք, էլի կարող է պատահի մենք չգիտենք ինչ որ մի հատ կազմակերպություն է, որովհետև այսօր եւս առնչվում է այն հանգամանքը, որ Ռուսաստանն էլ է հանդիսանում կորպորացիա, այսինքն կոոպերատիվ, եւ նրան անդամակցող եւս Հայաստան կոչվածը հանդիսանում է կոոպերատիվի անդամ։
Ուստի եւս նրանք լիազորություն չունեն, իրավասություն չունեն, այդ դրա համար այդ ամենը թողնվում է առանց հետևանք։ Եվ այսօր կոծկվում է, պարտակվում, թաքցվում է, ազգի պետության դեմ կատարված հանցագործությունը վերածվում է Արմենիայի կարգավիճակը եւ նրա պահանջատիրությունները 480,000 քառակուսի կիլոմետրը։ Վուդրո Վիլսոնի իրավարար վիճիրը արդյոք որևիցե կարգավիճակ չունի։ Դուք իրավաց սուբյեկտության մասին եք խոսում։ ՄԱԿ-ի անդամ պետություն է նաեւ, ճիշտ է Ամերիկան։ Բա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրավական հիմքերով որևիցե փոփոխության չի ենթարկվել։ Բա ինչի՞ չեք ընդունում։ Բա փոփոխության չի ենթարկվել, որ թվից չի ենթարկվել։ Ինչի՞ չեք պահանջում փաստերը։ Կարսի Մոսկվայի պայմանագրերը, որի վերաբերյալ եւս բոլոր հանգամանալից փաստերով ներկայացված է եւ դրա պատասխանները ամրագրված է համակարգ կոչվածների կողմից։ Դատախազություն, ԱԱՑ, հատուկ քննչական ծառայություն, դատարաններ, առաջի վերաքննիչ վճռաբեկ, բոլոր։ Բա ինչի՞ չեն անդրադառնում դրան։ Հարց եմ տալիս, բա գլխավորը իրավասուբյեկտություն է, չի։ Բա դրա համար բարձրացնում ենք, թող հիմքեր ներկայացնեն, որ մենք ունենք պետություն, անկախ պետություն, մենք ունենք միջազգային իրավունքի սուբյեկտ, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ, եւ ՄԱԿ-ի անդամ ՄԱԿ-ը հանդիսանում է ոչ թե հասարակական կառույց, այլ մեկ այլ կառույց, որի վերաբերյալ մենք ինֆորմացիա չունենք։ Եվ 1995 թվականով մենք դուրս ենք եկել ԽՍՀՄ-ի կամ դուրս ենք եկել ԽՍՀՄ համակարգից։ Եվ քարտեզները, փաստերը, որ որևիցե փոփոխություն չի կատարվել, ներկայացնեն 95 թվականի քարտեզները, օրենքները, որը ես ներկայացրեցի, որ փոփոխության ենթարկվել է, հիմքեր պահանջի։ Եթե մենք պետություն ունենայինք, հիմա պիտի կալանավորված լինեին պատասխանող կողմերին եւ նրա համակարգի ղեկավարներին, եթե մենք պետություն ունենայինք եւ եթե որևիցե մի համակարգ կոչվածը պետության ազգի շահերն է պաշտպանում, որովհետեւ այսօր բոլոր համակարգերը մերը չի, Թուրքինն է, Ադրբեջանցունն է, եսիմումն է, բայց մերը չի, որովհետեւ պետությունը իր կարգավիճակով այսօր չկա, որովհետև ոչ մի բան Իրանը չի, անգամ դատարանը Իրանը, պետությանը չի։ Այնպես որ եթե դուք օրենքից եք խոսում, իսկ այդ օրենքներով է պարտադրել։ Եվ արդյոք պարտադրանքի կիրառելությունը, որը պարտադրվում կիրառվում է, դրա իրավասությունը ունի որևիցե համակարգ։ Այդ ո՞նց եղավ, չհասկացա, եթե պետության շահերը չեն պաշտպանում, բայց հասարակ քաղաքացու նկատմամբ ցանկացած պարտադրանք կիրառվում է, ահաբեկելով, տերորի ենթարկելով, պետություններ ծախելով ու հանգիստ նստած քմծիծաղ առարկա դարձնելով ծախվում է Հայաստանը, 32 տարի զոհաբերվում է ոսկե սերուցքը, Արցախը մերն է եւ վերջ, բայց հետո տեղ յուղից են կողմ Ադրբեջանը, փաստացի։ Ոնց հասկանանք, ոնց գնահատենք։ Էն էլ Ցարնի Նաստայաշի կողմից ստացած կարգավիճակ ապօրինի կոչված վարչապետը։ Հետո մենք այսօր կիրառում ենք հռոմեական իրավունքը։ Հռոմեական իրավունքով ձեր բոլորի անձնագրերում գրված են բոլորը մեծատառով, իսկ մեծատառով գրվում է ապրանքի տեսակը։ Ցանկացած ոստիկանության, դատախազություն բոլորը մեծատառով է գրված։ Դրանք ապրանքատեսակ են, իմասելով չէ։ Հռոմեական իրավունքով։ Եվ այսօր դուք անկախ լինելով կիրառում եք հռոմեական իրավունքը, հա? Մենք Արմենիայի իրավունքը չունենք, Հայաստանի իրավունքը չունենք, հռոմեական իրավունք, ու դուք դա համարում եք անկախություն, եւ մենք որևիցե բան չունենք, հետո բա ապրանքը ո՞նց կարող է պատահի որևիցե իրավասություն լիազորություն ունենա պետական դավաճանությունների ազգի պետության դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննության առարկա դարձնել։ Նա ով է։ Պետ բյուջե ունենք, որտեղ իրավունք չունի ոչ ԱԱՑ-ն քիթը կողելու, ոչ դատախազությունը, ոչ էլ որևիցե համակարգ։ Այդ պետ բյուջեն ումն է։ Միջազգային բանկի ֆիլիալն է։ Բա միջազգային բանկի ֆիլիալը որ ստեղ է։ Ինչ անկախության մասին է խոսքը, հա։ Ոստիկանություն կոչված համակարգը, որ ֆինանսավորվում է ԱՄՆ-ից, որը կազմակերպություն է եւս պարտադրված է,
Դրա մասին որևիցե մեկը չի գիտի։ Այդ բոլորը ինձ վերաբերում են։ Ես եմ ազգի պապան։ Նախագահան ես եմ։ Ես եմ ստացել եմ դատական համակարգով պաշտոնական փաստաթուղթան ռայ, որ ես հանդիսանում եմ ՀՀ նախագահի պաշտոնակատարը, որովհետև մնացածը ապօրինի է։ Հիմա հարց եմ տալիս։ Ով է օրինական, ով է անօրինական։ Եվ եթե փաստերը չեն ներկայացնում, դատարկ խոսքի վրա դատարանը քննություն է կատարում։ Ստեղ գրած է 200 ներողություն 256 փաստեր նյութերը ուր են փաստերը 256-ը 20 քանի էջը ուր են մնացածը ես չեմ ստացել կոծկվում այլի հանցագործությունները ինչի չեք պահանջում հարգելի դատարան հիմնավորումները ինչի չեք պահանջում քարտեզները ինչի չեք պահանջում Իմ բարձրացված հարցերի խնդրու առարկան, ինչի չեք պահանջում, ներկայացրեք, եթե ոչ ուրեմն ոչ դատարան կա, ոչ համակարգեր կա, ոչ պետություն կա, խոսել է դրա մասին ավելորդությունը, եթե պահանջներին որևիցե հիմնավոր փաստաթուղթ չի ներկայացված, ներկայացրեք, սպասում ենք, Ես մի քանի հարցերում ունեմ, դա ձեզ նույնպես տարածիչ արտադրություն հնարավորություն ունեցել, կարող օգտվել այդ իրավունքից կարող չէ, հավելի մեղադրանքով, քննության հարաբերը չհանդիսացող ելույթի վերաբերյալ, որը այդ բարիք չեն։ Լավ, ապին դատախազ կամ քննիչ։ Այդ տեսեք, հիմա բարձրացնում է հարց, ասում է 250 քանի էջ է, ինձ մոտ էլ նախապատրաստված նյութերը 21 գործ տերքեց է։ Այ ինչ կարող եք ասել այդ մասով, ու արևույթ ինձ մոտ էլ կա նշում նախապատրաստված նյութերը ամբողջությամբ ներկայացնում են դատարան։ Այսինքն այն ինչ կա, կան են նախապատրաստված։ Այ ես ենթադրում եմ, որ ես փաստաթղթերի վրա, օրինակ դրված է հիպոթետիկ, 11-րդ գործ տերքեր, ովքեր դրված է 246 Այն ինչ հասկանանք դա է, սա 246 քաղաք մոտենում է, մյուս կողմում մոտենա, կանոն մոտենում է, տեսեք, այդ հարցը սրանով է, որը որ բարձրացվել է, խնդրում եմ ես կանոնք մյուս կողմում տեսնել, իհարկե, այդ տեսեք, ստեղ գրված է 246, ստեղ գրված է 11, ես ինչն է ստեղ խնդիրը, Տեսեք, ոնց որ թվարկում, հա։ Հիմա դիմոկոմներ ասում է, ուր է այս 246-ը։ հետագան էլ կա։ Չգիտեմ ես երարումներով կողմից է կատարված։ Իշում կարասեմ ես համարակալումում կողմից է կամ։ Նկարը համարակալումը չէ։ Համարակալումները սրանք են։ Նյութերի համարակալումները ինչեւ 21 չէ։ Լավ, այսինքն ցուցակը սա է։ Ցուցակը արկա է նյութերի, այո։ Լավ, կարող եք նստել։ Հատի, ըստերության տեսեք, դիմողը բարձրացնում է իր հաղորդման շրջանակների վերաբերյալ այս կոնկրետացնում հարցը, նաև ենթադրյալ դեպքի, հանցադեպքի արկայության կամ բացակայության մասով, ասում է մակը իրավասուբյեկտ չի, իր ճանաչած տարածքները իրավական ուժ չունեն եւ այլն մյուս մտքերը որ լսեցիք նաեւ ըստ էության դրանց վերաբերելի մի մասը բողոքում են վերաբերում եւ այլն այ խնդրում եմ ներկայացրեք այդ մասով ձեր դիրքորոշումը այ արդյոք դուք այդ մասով քննություն եք կատարել ինչ որ քարտեզներ եք հետազոտել պետք է բողոքը հաղորդման շրջանակներում հապատասխան նյութերով համապատասխան քարտեզներ հետազոտել, որ տեսնել արդյոք սահմանների փոփոխություն կա թե չէ, եւ եթե կա սահմանների փոփոխություն հիպոթետիկ, ինչ հանցակազմի է վերաբերում, արդյոք դա դավաճանության հանցակազմին վերաբերում է։ Ես հարցադրումները շատ չնչեցեցի դա Կիմոկովի հանցակազմի արտանիշներով, որովհետեւ հարցահենք է մեր քննության հարցում մերժելու մասին որոշումը հանցադեպի է վերաբերում։
Մենք արգելի դատարան երկու աղբում քննարկել է երկու հանցակազմի իրիկում 2003 թվականի ապրիլի 19-ին հասկերական օրազեկի 299 և 3.2 իրիկում է քննարկվել հանցակազմը, քանի որ ավերել վիտեստերության գրանցվել է, որ ներկայացած հաղորդումը տվյալ հանցակազմերի վերաբերող տեղեկություններ է բանում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված արտեզների ուսումնասիրությանը և այլն, մենք գտնում ենք, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պատշաճ սուբյեկտից սահմանված ընթացակարգով տեղեկատվություն է ստացվել, և այդ տեղեկատվությունը բավարար է եղել դատարանական համապատասխան որոշում ունեցնելու ուղղությամբ։ Լավ, այ նաև ես ուզում եմ անդրադառնալ մյուս հարցադրումների։ Այդտեսեք իմ հարցադրմանը, որ ես հնչեցրեցի ձեզ, ձեր երկրի շրջանակներում, հիմովը հետևյալ հարցերը բարձրացրել։ Այսինքն ես պետք է ասեմ նոր ԱԱԾ դատախազությունը քննի, թե ԱԱԾ դատախազությունը պետք է բարձրացած հարցերը քննի ինքնին։ Այսինքն հիմովը պետք է ամեն անգամ առանձին հաղորդում տա Արցախի մասով, բարձրացված մյուս հարցերի մասով, իրավական սուբյեկտության մասով և այլն, այդ թվում նաև Թուրքիայի սահմանների մասով արդեն տվել։ Թե դա պետք է ազգային անվտանգությունը կամ narodությունը Արգելի չեք կարծում, որ դուք քննության առարկոդը դարձնեք երկրատական նիստով նշված հանգամանքները, որովհետև ըստ էության չեմ վերաբերում այս գործի հանգամանքները, բայց այնուամենայնիվ եթե դուք այդ հարցադրումը հնչեցնում եք, ես չեմ ուզում թողնել անպատասխան։ Ամենայն դեպս համապատասխան պաշտոնատար անձինք իրենց իրավասության սահմաններում հանցագործության վերաբերյալ տեղեկություններ հայտնաբերել դեպքում իրավական ընթացակարգ կան և դրանք բնականաբար համապատասխան գործիքակազմեր կան ընթացք տալու, ինչ վերաբերում է հիմովի կողմի առնչվող և չփաստարկված նշված տեղեկությունների և ելույթների որոնումն արգելի դատարան։ Սրա հետ որևէ առնչություն չունի։ Եթե հիմովը փաստարկված կոնկրետ տեղեկություններ ունի, կարող է ներկայացնել համապատասխան դատավարական որոշումը կկայացվի։ Եթե լրացուցիչ հարցում եք, ներկայացրեք։ Ըստ էության ձեր դիրքորոշումը հասկանալի է կարող տեսնել։ Դրա դեպքում դատարանը գործի քննությունը հայտարարում ավարտված։ Արգելի դատարան։ Կարելի է։ Այլևս ելույթ ունենալու իրավունք չկա։ Չէ, ելույթի չէ, պարզապես պատասխան չտվեցին։ Պատասխան դուք հարց տվեցիք, ասում եմ մենք հիմնվել ենք SSS-ի փաստերի վրա, փաստերը ներկայացրեք դատարանին, որ քննության առարկա դարձնենք։ Այդ օդի մեջ խոսակցությունները ումն է պետք։ Սուտ ասում։